այլ ոչ թե պարզապես դրանք են։ Մենք ճանապարհ ենք եկել տեսնելու, թե ինչպես է մարդը ապրում այնտեղ, որտեղ ժամանակի ընթացքը կարծես դառնալ է, սակայն մարդու ինտերնետի կյանքով։ Today, we decided to understand what it really means to stay connected to people, to memories, and to meaning. Sometimes the most powerful lessons about love and community come from those who have lived the longest. That's why today we decided to go and to meet them, to listen, to learn, and to share them. Մենք որոշեցինք հասարակության հոգին փնտրել այնտեղ, որտեղ են ամենախորը դիտողներից։ Այնտեղ, որտեղ ապրում են նրանք, մեր անցյալի մասը, մեր հիշողությունների պահապանները։ Որպես մեր դպրոցական նախագծի մաս, որը նվիրված է սոցիալականացմանը եւ սերունդների համագործակցությանը, մենք Զովունու միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներս որոշեցինք այցելել Աբովյան քաղաքում գտնվող Նարեկ տարեցների խնամքի տուն։ Այն հիմնադրվել է դեռևս 1990-ականների սկզբին Սաթենիկ բարեգործական հիմնադրամի կողմից, որի հիմնադիրներն են Ֆրիդոն եւ Շողիկ Միքայելյանները։ Ներկայումս խնամքի տանն ապրում է ավելի քան 40 բնակիչ, եւ թեև տիկին Շողիկը նրանց տարիքակիցն է, ծերերը նրան սիրով մայրիկ են կոչում։ Մեր նպատակն էր ժամանակ անցկացնել տարեցների հետ, շփվել նրանց հետ, լսել նրանց պատմությունները եւ ցույց տալ, որ նրանք մենակ եւ մոռացված չեն։ Խնամքի տան բնակիչները դիմավորեցին մեզ ջերմժպիտով եւ ուրախ աչքերով։ Սկզբում մի փոքր ամաչում էինք, բայց շուտով մթնոլորտը լցվեց բարությամբ, ծիծաղով եւ հետաքրքրասիրությամբ։ Տարեցները շատ ուրախ էին մեզ տեսնելու համար, իսկ մենք ուրախ էինք, որ այնտեղ էինք։ Նրանք սկսեցին պատմել մեզ իրենց առօրյայի մասին, սկսեցին պատմել իրենց երիտասարդ տարիներից հուշեր, իրենց ընտանիքների, աշխատանքի ու կյանքի գեղեցիկ պահերի մասին։ Յուրաքանչյուր պատմություն լի էր ջերմությամբ, իմաստության լույսով եւ փորձառությամբ։ Մենք ուշադիր լսում էինք, գիտակցելով, թե որքան բան ունեն նրանք մեզ սովորեցնելու։ Այնուհետև տարեցները սկսեցին երգել, պարել եւ մենք էլ միացանք նրանց։ Այդ պահին կարծես ժամանակը կանգ էր առել, այլևս չկային սերունդներ, այլ պարզապես մարդիկ, կապված սիրով եւ ուրախությամբ։ Այդ օրը մենք հասկացանք, որ իսկական ուրախությունը կախված չէ տարիքից, այն ծնվում է փոխադարձ սիրուց եւ հոգատարությունից։ Թեև նրանց աչքերում խորը վիշտ կար եւ անասելի կարոտ, նրանք չէին խոսում իրենց վշտի կամ անհանգստությունների մասին։ Փոխարենը նրանք մեզ փոխանցեցին իրենց ծնողական ջերմությունը եւ խորհուրդները, լավ սովորել եւ շատ կարդալ, անկեղծորեն սիրել մեր հայրենիքը եւ երբեք այն չլքել, հարգել տարեցներին, որովհետեւ նրանք մեր հիշողության պահապաններն են եւ կամուրջը մեր անցյալի ու ապագայի միջև։ Արդեն է գիր ու բագաղան, արդեն է հույտ, արդեն դրոր, պայել երթը մերանաղար, նրանով է մայրը ջահել, ինգորորով դրենգիոր, հիմա եկել քեզ է հատել նրա կարկաշը դարավոր, հատ շուրսերը խոտիր անգին, վիզայլալիվ իր կիրատում, հող մանգանակ հոզութերի, մեր ավերել, հայոց լեզու, կարթա, այն խելոքման, կարթա գրի տարին բոլոր, կարթացողի խելքն է կտրում, միտքը պայծար ու լուսավոր, ճիշտ կարթալով դու գրքերում, շատ նորանոր բան կիմանաս, շատ շատերից, շատ բաներից, մտքով հեռու կզնանաս, դու կիմանաս ինչու մարդիկ պետք է ապրեն իրենց համար, ինչն է մարդկանց, ցավն ու կարի, ինչն է լույս։ Այս այցը փոխեց մեր վերաբերմունքը տարեցների հանդեպ։ Մենք հասկացանք, որ նրանք կարիք չունեն խղճահարության, այլ պարզապես ուշադրության, հարգանքի եւ շփման։ Մենք կառուցեցինք կամուրջներ, ոչ միայն սերունդների, այլև սրտերի միջև։ Սովորեցինք, որ եթե մի փոքր ժամանակ նվիրենք ուրիշներին, դա կարող է մեծ երջանկություն բերել թե նրանց, թե մեզ։